Դպրոցական բաժանորդային ծրագիրը մեր երկրում մեկնարկել էր 2018 թվականին և արդեն 7 տարի աշակերտները տարին 3 անգամ հնարավորություն ունեն անվճար այցելելու թանգարաններ, թատրոններ ու համերգասրահներ։ Ծրագիրն ազդարարվել էր Սերգեյ Փարաջանովի թանգարանում։ Դա իր պտուղները տվել է, մենք այսօր արդեն տեսնում ենք, այսինքն թանգարան այցելելու վարքականոնների մեջ կան փոփոխություններ դպրոցահասակ երեխաների, եթե 2018 թվականին իրենք բարձր դասարանների աշակերտներ էին, այսօր երիտասարդներ են, ուսանողներ են, արդեն իրենց ցանկությամբ, այլ ոչ թե ծրագրի շրջանակներում գալիս են, հետաքրքրվում են, այնուամենայնիվ ինքը իր նպատակին ծառայել է, ծառայում է և ես հույս ունեմ, որ կծառայի։ Տարիների ընթացքում դպրոցական բաժանորդային ծրագրի շահառուներն ավելացել են։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը փաստում է 2025 թվականին 2024-ի հետ համեմատ ծրագրի մասնակից դպրոցականների թիվն ավելացել է 10,000-ով։ 2025 թվականին ունեցել ենք ծրագրի շրջանակներում 310,000 այցելու և 2024 թվականին 300,000 այցելու, այսինքն տենդենսը գնում է դեպի աճման, իսկ ընդհանուր պոտենցիալ աշակերտների քանակը 440,000 է, այսինքն տոկոսը բավականին բարձր է։ Անահիտ Միքայելյանի խոսքով թանգարանների համար ևս կարևոր է այս նախագիծը, փորձում են արդիականացնել ցուցադրությունները, դրանք աշակերտների համար դարձնելով ավելի մատչելի ու հասանելի։ Կարևորը այն է, որ ովքեր որ գալիս են, պարզապես չեն գալիս ուղղակի, որ իրենք ունեն այդ տոմսը եւ պարտավորված են գալու։ Դրանից հետո արդեն նույն այդ դպրոցահասակները իրենց ցանկությամբ ուսուցչուհու օգնությամբ գրանցվում եւ գալիս են մասնակցելու այլ ծրագրեր, այսինքն դա միայն չի սահմանափակվում մեկ այցով։ Քոչարյանի պնդմամբ նոր ուսումնական տարուց ուսուցիչները նաև առցանց գրանցմամբ կկարողանան աշակերտներին այս կամ այն մշակութային հաստատություն ուղեկցել։ Թանգարան, թատրոն ու համերգասրահ զանգելու կարիք չի լինի։ Դիտարկում ենք ապագայում որոշ իհարկե պետքա վերլուծություններ անենք, բայց ինչ որ կինոթատրոնները ինչ-որ մի տրամաբանությամբ նույնպես միանան ծրագրին բայց դա էլի պետքա կապված լինի կրթական իհարկե ծրագրի հետ։ Փոխնախարարը դպրոցականների և արվեստասերների համար անակնկալ ունի։ Շուտով Հայաստան կբերվի Արշիլ Գորկու կտավներից մեկը, որը տեսնելու հնարավորություն կունենան նաև բաժանորդային ծրագրի մասնակիցները։ Յուրա Վահանյան, Արման Թովմասյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։